Հայաստանում գտնվել են մարդիկ, որ այժմ քննարկում են Ստեփանակերտի Մայր Տաճարի ու Սուրբ Հակոբ եկեղեցու ավերման փաստերով եվրոպական դատարան դիմելու հարցը։ Այս մասին Ազատությանը հայտնեցին մի քանի հանրային գործիչներ։ Կարծում են այս կերպ կարող են Բաքվին միջազգային դատարան պատասխանատվության կանչել ու ամենակարևորը կանխել հետագա ավերումները։ Պետությունը չի կարող անհատներին արգելի ու չի էլ արգելում, որովհետեւ միջամտություն դեռ մեր աշխատանքին չկա։ Իսկ կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետությունը որպես առանձին սուբյեկտ, ինքը ասում է դա իմ գործը չի, որտեղ սահմանների լուծը։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով, այնինչ ոչնչացվել է ադրբեջանցիների ձեռքով Արցախի թեմի գույքն է եւ արցախցիները կամ մայրաթոռը կարող են իրավական գործընթաց սկսել, անկախ նրանից, որ պետության ղեկավարն ասել է միջազգային կառույցներին չեն դիմելու։ Ստրասբուրգի դատարան կարող է դիմել օրինակ կործանված տաճարում մկրտված մեկը։ Այն մարդիկ, ովքեր այնտեղ ամուսնացել են, ովքեր նշանվել են, ովքեր եկեղեցին իրենց համար իրենց հոգևոր կյանքի բաղկացուցիչ մասն է եղել, սա ստեղծում է կապ, իրավահարաբերության կապ։ Արցախ միության ղեկավար Արտակ Բեգլարյանը շարում է բոլոր այն հիմքերը, որոնցով վստահ է Հայաստանի իշխանությունը պարտավոր էր զբաղվել հայկական մշակութային ժառանգության պահպանությամբ, նույնիսկ եթե այն Հայաստանի տարածքից դուրս է։ Սահմանադրական պարտավորությունից բացի միջպետական գանգատներ կան Ստրասբուրգի ու Հաագայի դատարաններում, կան նաև միջանկյալ վճիռներ, որ պարտավորեցնում են Ադրբեջանին չոչնչացնել հայկական կոթողները։ Ընթացիկ գանգատներ են բնականաբար այդ գանգատների շրջանակներում Հայաստանը քաղաքական պարտավորություն ունի շարունակելու, բայց նույնիսկ եթե Հայաստանը միջպետական գանգատները հետ վերցնի, նույնիսկ այդ պարագայում այս ակտերը դատարանների չեն կարող չեղարկվել, դրանք ուժի մեջ են։ Իր ինքնիշխան տարածքում ինչ որ բան է անում իշխանական վերնախավից Արսեն Թորոսյանն է հանրայինին տված հարցազրույցում շարունակել բացատրել, թե ինչու է պետք լռել, երբ Բաքուն քանդում է Մայր Տաճարը։ Ասացինք, ինչու է քանդում մեր ժառանգությունը։ Հետո պատասխանեն։ Պատասխանում են, ասում են լավ ենք անում։ Դե կներեք։ Ինչ։ Դա չեղավ խաղաղություն։ Չէ, դա եղավ խաղաղություն։ Վատ է, որ քանդում են հնդած սարձանագրում է Արսեն Թորոսյանը, բայց պնդում, եթե Հայաստանի իշխանությունը ձայն հանի կնշանակի, վերակենդանացնում է Ղարաբաղյան շարժումը։ Թորոսյանը չի հստակեցնում, Բաքուն սկսելու է կրակել, եթե Հայաստանի իշխանությունը որոշի անհանգստություն հայտնել հուշարձանների ոչնչացման առիթով։ Պետք չի խոսել ու վերջ։ Ասենք արեցինք եւ ինչ։ Դա Հայաստանի Հանրապետությանը, ուղիղ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ապրող ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինչա տալու։ Արսեն Թորոսյանը լավ կանի պարզապես լռի եւ գնա իր գործերով զբաղվի, առնվազն աշխատանքի եւ սոցիալական հարցերի ուղղությամբ շատ մեծ ցախողումներ ու բացթողումներ ունեն, այդ թվում Արցախի ժողովրդի ինտեգրման հարցում, այլապես ինքը սրանով լրացուցիչ չափով խրախուսում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները։ Գերիներին էլ սպանեն իշխանականները, կասեն իրենց երկիրն է, ինչ կուզեն կանեն, ասում է Արցախ միության ղեկավարը, իշխող թիմի տեսակետները համարում վտանգավոր ապագայի համար։ Այսպես կարող են հողին հավասարվել նաև Ամարասը, Գանձասարը, Դադիվանքն ու այլ հնագույն կոթողներ։ Ինչ էլ իրանք անեն, միևնույնն է, մենք մեզ խելոք ենք պահում։ Թորոսյանն օգնում է Բաքվին արդարացնում եկեղեցիներ քանդելը, Լուսավոր Հայաստանի առաջնորդն է հակադարձում քաղաքացիական պայմանագրի վարչության անդամին։ Ու ասում է, դե իրանք ինքը իր ինքնիշխան տարածք, ինչու զման։ Այսինքն միջազգային մեր ցանկացած գործընկեր, որ սա կարդա, պետք է ասի, դե ժողովուրդ ջան, ես հարցում եմ, ոնց բարձրացնենք, եթե ձեր երկրի ներսում ձեր մինիստրը իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ ասում է, դե նորմալ է, Ադրբեջանը ինքը իր տարածքում արել է, մենք խաղաղություն ենք կառուցում։ Ըստ Մարուքյանի հայկական արժեքների ոչնչացմամբ Բաքուն ցույց է տալիս, որ խաղաղության պլան բոլորովին չունի։ Ունենար, ասում է, պիտի եկեղեցին տեղում լիներ, բաց ճանապարհ, մենք էլ գնայինք, մոմ վառեինք, շփվեինք։